Պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանում գործող կազմակերպությունների թիվը կրճատվել է, ընդ որում կրճատվել է էականորեն։ Այս տարվա օգոստոսին մենք որոշակի պատկերներ ներկայացրել ենք, որոշակի տվյալներ ներկայացրել ենք, այս տարվա օգոստոսին Հայաստանում գործող կազմակերպությունների թիվը 65481-ն է։ Այն դեպքում, երբ 2024 թվականի օգոստոսին այդ թիվը կազմել է 69661։ Այսինքն 12 ամիսների ընթացքում գործող կազմակերպությունների թիվը Հայաստանում կրճատվել է 4180-ով։ Պետք է նշել, որ այս տարվա 8 ամիսներին, այսինքն 2024 թվականի դեկտեմբերի համեմատ, գործող կազմակերպությունների թվի կրճատման տեմպը ավելի է արագացել։ Միայն 8 ամիսների ընթացքում նրանց թիվը կրճատվել է 5079-ով։ Տեսեք, գործող կազմակերպությունների թվի կրճատումը այս վիճակագրության մեջ բերումը իհարկե միանգամից հակասության մեջ է մտնում Հայաստանի տնտեսության վերաբերյալ ներկայացվող ուրեմն պատկերին, դրական խոսույթին, տնտեսական աճի, ավելի բարվոք պայմանների եւ այլնի հետ կապված։ Եվ դա տրամաբանական է այդ հակասությունը, չէ՞ որ իրական տնտեսական բարենպաստ պայմանները ենթադրում են ներդրումներ տնտեսության իրական հատվածում, կամ որ նույն է նույն տնտեսվարող սուբյեկտների թվի աճ, կազմակերպությունների թվի աճ, մինչդեռ այս վիճակագրությունը հակառակի մասին է խոսում։ Հաշվի առնելով հանգամանքը, որ մի կողմից վիճակագրությունն ունի տողատակեր եւ մյուս կողմից նաեւ մեր կողմից պարբերաբար նման իրավիճակներին հնարավորինս օբյեկտիվ գնահատական տալու որդեգրած սկզբունքը հաշվի առնելով, փորձենք հասկանալ, թե ինչ փոփոխությունների արդյունքում կամ ինչի հետևանքով մենք կարող ենք ունենալ նման պատկեր։ Բավական հետաքրքիր է այս համատեքստում գործող կազմակերպությունների թվում հատկապես գերփոքրերի թվի կրճատման հանգամանքը։ Տեսեք, գերփոքր ասելով ի նկատի ունենք մեկից 9 աշխատող ունեցող կազմակերպությունների, որոնց թիվն է հենց կրճատվել, էականորեն կրճատվել եւ դա էլ նպաստել է այս ընդհանուր պատկերի ձևավորմանը։ Եթե 2024 թվականի օգոստոսին գործող կազմակերպությունների թվում գերփոքր ընկերությունների թիվը կազմել է 58481, ապա այս տարվա օգոստոսին այդ թիվը 53612 էր։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում գերփոքր միկրոբիզնեսի ներկայացուցիչների թիվը կրճատվել է 48869-ով, ներողություն։ Եվ հենց այս կրճատումն է, որ նպաստել է նման պատկերին։ Միաժամանակ նշենք, որ ավելի խոշոր կազմակերպությունների թիվը ավելացել է։ Սա իհարկե լավ է, բայց մենք այստեղ ունենք որոշակի բայցեր, մի քանի բայցեր։ Նախ կարևոր է նշել հանգամանքը, որ ընդհանուր գործող կազմակերպությունների թվում գերփոքրերը ամենամեծն են, այսինքն բացասական փոփոխությունը կրճատումը ամենամեծ սեգմենտի հետ է կապված, սա առաջին հանգամանքը։ Եվ երկրորդ հանգամանքը կա տպավորություն, մեզ մոտ առնվազն ձևավորված է տպավորություն, որ այն փաստը, որ մենք այսօր գործ ունենք միայն գերփոքր կազմակերպությունների թվի կրճատման հետ, խիստ ժամանակավոր է։ Ինչու ենք մենք այդպես մտածում։ Տեսեք, եթե անգամ մեր անդրադարձերից չհիշեք, այս տարվա հունվարին, նախորդ տարվա տարեվերջին, երբ հարկային փոփոխությունների քննարկումներն էին տեղի ունենում, փորձագիտական հանրույթի մեր գործընկերները, մենք ինքներս այս տաղավարից մի քանի անգամ բարձրաձայնել ենք մտահոգություն, որ հարկային փոփոխությունները հանգեցնելու են խնդիրներ առաջին հերթին հենց գերփոքր կազմակերպությունների համար։ Հայտնել ենք մտահոգություն, որ ավելի փոքրերը պարզապես չեն դիմանալու նոր պայմաններին։ Եվ ըստ էության այս վիճակագրությունը կարող է հենց դրա դրսևորումը լինել։ Եվ միևնույն ժամանակ պետք է հիշել, որ հարկային փոփոխությունները, կհիշեք, խոսքը վերաբերում է շրջանառության արտոնյալ հարկի հարկային դաշտից որոշ կազմակերպությունների դուրսբերման, ընդհանրապես ընդհանուր հարկման դաշտին անցման այդ քաղաքականությանը, բայց չէ որ այդ քաղաքականությունը դեռ մասնակիորեն է ուժի մեջ մտել այս տարվա հունվարից եւ առհասարակ կառավարության վերջնանպատակը առհասարակ արտոնյալ հարկատեսակի դուրսբերումն է եւ ընդհանուր հարկման դաշտին անցումը եւ հենց այս հանգամանքն է, որ մեզ մոտ առաջացնում է տպավորություն, որ այն փաստը, որ այսօր միայն գերփոքր կազմակերպությունների թիվն է կրճատվել, ժամանակավոր է եւ ամբողջական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց դրա բացասական ազդեցությունները կրելու են նաեւ ավելի խոշոր կազմակերպությունները։
Միևնույն ժամանակ այս մեր կողմից ներկայացված վիճակագրության հետ կապված չենք կարող նաև օբյեկտիվություն ապահովելու համար չանդրադառնալ ևս մեկ հնարավոր վարկածի հետ, թե ինչով է պայմանավորված հատկապես գերփոքր կազմակերպությունների թվի կրճատումը։ Իսկ միգուցե մենք նման պատկերի առաջ ենք կանգնած, որովհետև օրինակ գերփոքրերն ընդլայնվել են, խոշորացել են, եւ մենք ոչ թե բացասական, այլ ընդհակառակը որոշակի դրական միտման հետ գործ ունենք։ Այս վարկածը տեսականորեն կարող էր ունենալ կյանքի իրավունք, եթե գործող կազմակերպությունների փաստացի թվի նման կրճատում մենք այսօր չունենայինք։ Այսինքն, եթե կազմակերպությունների ներսում պարզապես տեղաշարժ տեղի ունեցած լիներ, գերփոքրերը դարձած լինեին ավելի խոշոր, մենք գործող կազմակերպությունների թվի նման կրճատման ականատես չենք լինի։ Խոսքը ոչ թե շարժի, այլ գերփոքր կազմակերպությունների համար տնտեսական պայմանների վատթարացման մասին է։ Իսկ ով է ի վերջո պատասխանատուն այդ տնտեսական բարենպաստ պայմանների ապահովման, եթե ոչ պետությունը, եթե ոչ կառավարությունը։ Այսօր օրակարգային քննարկվող հարցերից է պետության կողմից գործարան կառուցել-չկառուցելու թեզը։ Իհարկե սա վիճարկելի, գուցե վիճաբանության թեմա է, եթե իհարկե հիմք ենք ընդունում պետության կողմից ուղղակի բառացիորեն գործարան կառուցելու թեզը, այնուամենայնիվ գուցե քննարկման այստեղ դաշտ եւ տիրույթ կա։ Բայց ավելի հստակ է, որ տնտեսական գործունեության ապահովման, բարենպաստ միջավայրի ապահովման պատասխանատուն պետությունն է եւ կառավարությունն է, եւ սա թերևս վիճարկելի չէ։ Եվ այսօր կազմակերպությունների թվի կրճատումը կարծես թե հենց հակառակի մասին է վկայում։